Բջջի ոչ մեմբրանային օրգանոիդների կառուցվածքային տարրերը և ներառուկները։ Կորիզավորների բջջի ոչ մեմբրանային օրգանոիդների թվին են պատկանում ռիբոսոմները, բջջային կենտրոնը, բջջի ցիտոկամախքի թելիկները և շարժման օրգանոիդները, թարթիչներ, մտրակներ, միոֆիբրիլներ։ Ռիբոսոմներ։ Ռիբոսոմները բացահայտվել են էլեկտրոնային մանրադիտակի միջոցով։ Դրանք 20-ից 30 նանոմետրանոց ոչ մեմբրանային օրգանոիդներ են, որոնք ահռելի քանակներով հազարների կարգի առկա են պրոկարիոտների և էուկարիոտների բջիջներում։ Բջջում ռիբոսոմները հանդիպում են ցիտոպլազմայի միտոքոնդրիումներում և պլաստիդներում։ Նախակորիզավորների ցիտոպլազմայի ռիբոսոմներին բնորոշ է 70 սեդիմենտացիայի հաստատությունը, իսկ էուկարիոտներինը 80-ը։ Ռիբոսոմների սեդիմենտացիան գերնուրբ ցենտրիֆուգի օգնությամբ նրանց դստվածքներ ստանալու մեթոդն է, որը մշակվել է Սվեդբերգի կողմից։ Սեդիմենտացիայի արագության հիման վրա որոշվում է ռիբոսոմների չափը արտահայտված Սվեդբերգի միավորներով։ Քլորոպլաստների ռիբոսոմները 70 սեդիմենտացիայի տիպի են, իսկ միտոքոնդրիումների ռիբոսոմների սեդիմենտացիայի հաստատումը կախված էուկարիոտի կոնկրետ խմբից փոփոխական է։ Սնկերի և էվգլենյանների դեպքում այն կազմում է 70-ից 74 սեդիմենտացիա, բարձրակարգ կենդանիների մոտ 55-ից 60-ը։ Բարձրակարգ բույսերի մոտ 78-ից 80 սեդիմենտացիա։ Նախակորիզավորների ռիբոսոմները համեմատած կորիզավորների հետ ավելի փոքր են։ Ռիբոսոմները բաղկացած են սպիտակուցից, ՌՆԹ-ից, 1000-ից 2000 մագնեզիումի ատոմներից, մեկ ռիբոսոմում և պոլիամիններից։ Ռիբոսոմների ենթամասնիկների ՌՆԹ-ն ունի V-անման կամ Y-անման ձև, որը կազմում է ենթամիավորումների կմախքը։ Նրա հետ կապված են սպիտակուցները, առաջացնելով կիպ ձևով փաթաթված ռիբոնուկլեոպրոտեիդից։ Ռիբոսոմների ՌՆԹ-ն առկա է մագնեզիումի աղի ձևով։ Ռիբոսոմների կառուցվածքի կայունացման համար կարևոր է մագնեզիումի կաթիոնների առկայությունը։ Միջավայրում մագնեզիումի իոնների խտության նվազեցումը հանգեցնում է ռիբոսոմների բաժանմանը երկու ենթամասնիկների դիսոցման, ինչը սակայն դառնալի է։ Մագնեզիումի իոնների խտության վերականգնման դեպքում ռիբոսոմների ենթամասնիկները զույգ-զույգ միավորվում են։ Փոփոխելով մագնեզիումի պարունակությունը, լուծույթում կարելի է տեղաշարժել դինամիկ հավասարակշռություն ամբողջական ռիբոսոմների և ենթամիավորումների դիսոսված ձևերի միջև։ Իր հերթին կորիզավորների 60 սեդիմենտացիա ենթամիավորը պարունակում է 5, 28 և 5,8 սեդիմենտացիայի հաստատումներ ունեցող ռիբոսոմային ՌՆԹ-ի 3 շղթաներ, իսկ 40 սեդիմենտացիա ենթամիավորը 18 ռիբոսոմային ՌՆԹ-ի 1 շղթա։ Բանն այն է, որ սեդիմենտացիայի հաստատումը կախված է մասնիկի մոլեկուլային զանգվածից և տարածական կառուցվածքից։ Չի կարելի մեխանիկորեն գումարել, օրինակ, նախակորիզավորների ենթամասնիկների 50 և 30-ը, քանի որ ամբողջական ռիբոսոմի տարածական կազմավորումը տարբերվում է առանձին սուբմիավորումների այդ բնութագրից։ Բնական վիճակում բջջում ոչ բոլոր սուբմասնիկներն են միավորված ամբողջական ռիբոսոմներում, այլ առկա է դինամիկ հավասարակշռություն ամբողջական և դիսոցված ռիբոսոմների միջև։ Դրանց լիացիա չիրականացնող ռիբոսոմները մշտապես փոխանակում են իրենց սուբմասնիկները։ Բջջում ցիտոպլազմայի ռիբոսոմները կարող են լինել ազատ վիճակում կամ կապված ինֆորմացիոն ՌՆԹ-ի մոլեկուլի հետ, առաջացնելով պոլիսոմներ։ Իրենց հերթին պոլիսոմները կարող են գտնվել ազատ վիճակում ցիտոպլազմայում, կարող են նաև կապված լինել հատիկավոր էնդոպլազմային ցանցի կամ կորիզաթաղանթի արտաքին մեմբրանի հետ։ Պոլիսոմի չափը որոշվում է ինֆորմացիոն ՌՆԹ-ի մոլեկուլի երկարությամբ։ Կենդանիների բջիջների օրինակով պարզվել է, որ մեմբրանի հետ կապված է ռիբոսոմի մեծ միավորը, իսկ ինֆորմացիոն ՌՆԹ-ի հետ փոքրը։ Ցիտոպլազմային ռիբոսոմների փոքր և մեծ ենթամասնիկներն իրարից տարբերվում են։ Փոքրում բոլոր սպիտակուցները դասավորված են մակերեսային հատվածում և բաշխված են հավասարաչափ։ Մեծում սպիտակուցները հիմնականում տեղայնացած են ակոսիկի հատվածում, որտեղ սուբմասնիկները մտնում են իրար հետ կապի մեջ։ Ցիտոպլազմայի ռիբոսոմների փոքր միավորում առկա է ՌՆԹ-ի 1 մոլեկուլ, իսկ մեծում 2 կամ 3։ Ռիբոսոմների սպիտակուցների կազմը շատ բազմազան է, ընդ որում կորիզավորների ռիբոսոմներում առկա են մոտավորապես 100 տարբեր սպիտակուցներ, իսկ նախակորիզավորների մոտ 50-ը։ Այդ սպիտակուցներից համարյա բոլորը ներկայացված են միայն մեկ պատճենով յուրաքանչյուր ռիբոսոմում։ Մեծ և փոքր մասնիկների սպիտակուցները տարբերվում են ամինաթթուների կազմով և մոլեկուլային զանգվածով։ Ռիբոսոմների սինթեզի ընդհանուր սխեման հետևյալն է։ Ռիբոսոմների սինթեզը կազմված է կորիզակների հետ։ Կորիզակները տարալուծվում են միտոզում և հայտնաբերվում են ինտերֆազային կորիզներում։ Նրանք բաղկացած են սպիտակուցից, 4 զանգվածի 70-ից 80%-ը, ՌՆԹ-ից 5-ից 14% և ԴՆԹ-ից 2-ից 12%։ Կորիզակների առաջացումը կապված է գենոմի որոշ քրոմոսոմների կորիզակների կազմավորողների հետ, որոնք ձևավորում են քրոմոսոմների երկրորդային սեղմվածքները։
Այստեղ են տեղայնացած ռիբոսոմային ռնթ-ի գեները։ Մարդու կորիզակների կազմավորողները գտնվում են 13, 14, 15, 21 և 22-րդ քրոմոսոմների կարճ ուսերում, թվով 10 են դիպլոիդ հավաքակազմի հաշվով։ Կաթնասունների դիպլոիդ հավաքակազմում առկա են մի քանի կորիզակ առաջացնող քրոմոսոմներ։ Կատվի և խոզի դեպքում 2-ը, մկան մոտ 4-ը, կովի մոտ 8-ը։ Սաղմնայում ողնաշարավորները և թռչունները սովորաբար ունեն կորիզակ առաջացնող քրոմոսոմների միայն մեկ զույգ։ Փորձնական ճանապարհով ապացուցվել է, որ էուկարիոտների ռիբոսոմային գեները ներկայացված են ԴՆԹ-ի չափավոր կրկնվող հերթականություններով։ Ռիբոսոմային գեներն առաջացնում են կլաստերներ, քրոմոսոմում կողք կողքի դասավորված նույն գենի կամ ազգակից գեների կրկնություններ։ Տվյալ դեպքում յուրաքանչյուր կլաստերի մեջ ներառված է ռիբոսոմային ռնթ-ի 3 գեն, որոնք ըստ տրանսկրիպցիայի ընթացքի ունեն հետևյալ հերթականությունը՝ 18, 5,8 և 28 սեդիմենտացիա ռիբոսոմային գեներ։ Այս գեները ռնթ-ի պոլիմերազ առաջին ֆերմենտի միջոցով ենթարկվում են տրանսկրիպցիայի որպես մեկ ամբողջություն, առաջացնելով նախառիբոսոմային ռնթ, կաթնասունների դեպքում 45 սեդիմենտացիայով։ Նշված գեները տարանջատված են այսպես կոչված սպեյսերներով, տրանսկրիպցիայի չի ենթարկվող ԴՆԹ-ի հատվածներով։ Նշենք, որ ռիբոսոմային ԴՆԹ-ում սպեյսերներն առկա են ինչպես գեների կլաստերների միջև, այնպես էլ նրանց ներսում միջգենային սպեյսերներով։ Տվյալ դեպքում միջգենային սպեյսերների մի մասը կազմում են տրանսկրիպցիայի ենթարկվող սպեյսերները։ Դրանք ԴՆԹ-ի չկոդավորող նուկլեոտիդային հերթականություններն են, որոնք բաժանում են ռիբոսոմային ռնթ-ի գեները, ենթարկվում են տրանսկրիպցիայի, մտնելով ռիբոսոմային ռնթ-ի նախորդող կազմության մեջ, իսկ հետագայում հեռացվում են սպլայսինգի արդյունքում։ Ռիբոսոմային 18, 5,8 և 28 սեդիմենտացիայի հաստատումներով ռնթ-ները կոդավորող հատվածը կոչվում է տրանսկրիպցիոն միավոր, կլաստեր։ Յուրաքանչյուր կլաստերի երկարությունը կազմում է 7-ից 14 հազար զույգ նուկլեոտիդ, կախված տեսակից և անջատված է այլ կլաստերներից սպեյսերով, որի երկարությունը տարբեր տեսակների մոտ ևս տարբեր է։ Որպեսզի ապահովի մեծ քանակով ռիբոսոմների սինթեզ, տեղի է ունենում ռիբոսոմային ռնթ-ի գեների լրացուցիչ ռեպլիկացիա։ Այդ պատճառները կրկնապատկները կարող են մնալ ազատ վիճակում կամ ներառվել քրոմոսոմների կազմի մեջ։ Կորիզակում տեղի է ունենում տրանսկրիպցիոն միավորների ակտիվացում։ Դա արտահայտվում է նրանով, որ տրանսկրիպցիոն միավորը կապի մեջ է մտնում տրանսկրիպցիայի գործոնների, սպիտակուցների և ՌՆԹ պոլիմերազ առաջինի հետ։ Նշենք, որ ՌՆԹ պոլիմերազ երկրորդը պատասխանատու է սպիտակուցի սինթեզի համար։ ՌՆԹ պոլիմերազ երրորդը սինթեզում է փոխադրող ՌՆԹ-ն և ռիբոսոմային 5 սեդիմենտացիա ՌՆԹ-ն։ ՌՆԹ պոլիմերազ առաջինը սողում է տրանսկրիպցիոն միավորի վրայով, նրա հետևից սողում է հաջորդ ՌՆԹ պոլիմերազը և այդպես շարունակ։ Այս եղանակով սինթեզվում են ռիբոսոմային ՌՆԹ-ի բազմաթիվ մոլեկուլներ։ Տրանսկրիպցիայի վերջնական արդյունքը նախառիբոսոմային ՌՆԹ-ն է կամ 45 սեդիմենտացիայով ռիբոսոմային ՌՆԹ-ն։ Երբ 45 սեդիմենտացիայով ռիբոսոմային ՌՆԹ-ն անջատվում է տրանսկրիպցիոն միավորից, տեղի է ունենում պրոցեսինգ, այսինքն 45 սեդիմենտացիայով ռիբոսոմային ՌՆԹ-ն տրոհվում է առաջացնելով 28 և 5,8 սեդիմենտացիայով ռիբոսոմային ՌՆԹ-ներ։ Սրանք մտնում են ռիբոսոմի մեծ ենթամիավորի կազմի մեջ, և 18 սեդիմենտացիայով ռիբոսոմային ՌՆԹ, որը մտնում է ռիբոսոմի փոքր ենթամիավորի կազմի մեջ։ Ռիբոսոմային ՌՆԹ-ի չորրորդ տեսակը 5 սեդիմենտացիայով ռիբոսոմային ՌՆԹ-ի սինթեզվում է կորիզակից դուրս ՌՆԹ պոլիմերազ երրորդ ֆերմենտի միջոցով։ Պրոցեսինգից հետո 18, 5,8 և 28 սեդիմենտացիայի հաստատունով ռիբոսոմային ՌՆԹ-ները ենթարկվում են այս կամ այլ մոդիֆիկացիաների։ Նշված գործընթացներում ռիբոսոմային ՌՆԹ-ի շղթաները պատվում են ռիբոսոմային սպիտակուցներով, որոնք անցնում են կորիզի մեջ ցիտոպլազմայից։ Ռիբոսոմային ենթամիավորումները կազմավորվում են կորիզակում, ինչից հետո դուրս են գալիս կորիզից ցիտոպլազմա, որտեղ կապվում են լրացուցիչ սպիտակուցների հետ։ 40 սեդիմենտացիա ենթամիավորը կապվում է ինֆորմացիոն ՌՆԹ-ի հետ, իսկ հետո 60 սեդիմենտացիայի ենթամիավորումի հետ։ Այսպես է առաջանում կորիզավորների ամբողջական 80 սեդիմենտացիայի հաստատունով ռիբոսոմը։ Ուսումնասիրենք բջջի հենարանային շարժողական համակարգը՝ ցիտոկամախքը։ Շարժումը բջջին բնորոշ գործընթացներից է։ Միտոզի ժամանակ բջջի բևեռները շարժվում են քրոմոսոմները, շարժվում են օրգանոիդները և տարբեր տիպի վակուոլները, շարժվում է բջջի մակերեսը։ Բույսերի և կենդանիների բջիջներում դիտվում են ցիտոպլազմային շարժվող շիթեր, օրինակ բուսական բջիջների ցիտոպլազմային շիթային շարժումը կամ ամիոբայի ցիտոպլազմային շարժվող շիթերը։ Գոյություն ունեն բջիջներ, ազատ ապրող միաբջիջ օրգանիզմներ կամ բազմաբջիջ կենդանական օրգանիզմի կազմում մասնագիտացված բջիջներ,
որոնք ակտիվ կերպով տեղաշարժվում են, սողում են։ Որոշ բջիջներ կրում են թարթիչներ կամ մտրակներ, որոնք ապահովում կամ այդ բջիջների շարժումը կամ նրանց շրջապատող հեղուկի տեղաշարժը։ Վերջապես, բազմաբջիջ կենդանական օրգանիզմներում բարձր մասնագիտացած մկանային բջիջներն ապահովում են օրգանիզմի առանձին մասերի և ողջ օրգանիզմի շարժումները։ Պարզվել է, որ օրգանիզմի բազմաբնույթ շարժողական ռեակցիաների հիմքում ընկած են ընդհանուր մոլեկուլային մեխանիզմներ։ Բացի դրանից, ապացուցվել է, որ ցանկացած տիպի շարժողական ապարատ համադրվում է և կառուցվածքայինորեն կապված է հենարանային կամ կմախքային ներբջջային գոյացությունների հետ։ Այդ իսկ պատճառով խոսքը գնում է բջջի հենարանային շարժողական համակարգի մասին։ Բջջի ցիտոկամախքային տարրերը ներկայացված են թելանման չճյուղավորված սպիտակուցային կոմպլեքսներով կամ ֆիլամենտներով։ Գոյություն ունեն ֆիլամենտների 3 համակարգեր, որոնք տարբերվում են քիմիական բաղադրությամբ, գերնուրբ կառուցվածքով և ֆունկցիոնալ հատկանիշներով։ Ամենաբարակ թելիկները միկրոֆիլամենտներն են, որոնք հիմնականում բաղկացած են ակտինից և որոնց տրամագիծը կազմում է մոտ 8 նանոմետր։ Մյուս խումբը կազմում է միկրոխողովակները, որոնք հիմնականում բաղկացած են տուբուլինից և ունեն մոտ 25 նանոմետր տրամագիծ։ Վերջապես, միջանկյալ ֆիլամենտներն են, բնորոշ են մոտավորապես 10 նանոմետր տրամագիծ ունեցող բաղկացած տարբեր ազգակետ սպիտակուցներից։ Ցիտոկամախքի տարրերը հանդիպում են առանց բացառության բոլոր էուկարիոտ բջիջներում, իսկ նրանց նմանակները՝ պրոկարիոտների մոտ, սակայն տարբեր բջիջներում նրանք տարբեր չափով են արտահայտված։ Մաշկի էպիդերմիսի բջիջները հարուստ են միջանկյալ ֆիլամենտներով, մկանային բջիջները՝ ակտինային միկրոֆիլամենտներով, իսկ մելանոցիտները և նեյրոնների ելուստները միկրոխողովակներով։ Ցիտոկամախքի տարրերի ընդհանրությունը կայանում է նրանում, որ դրանք սպիտակուցային չճյուղավորված ֆիբրիլային պոլիմերներ են, որոնք անկայուն են, ունակ են պոլիմերացման և դեպոլիմերացման։ Այդպիսի անկայունությունը կարող է հանգեցնել բջջային շարժունության որոշ տարբերակների, օրինակ բջջի ձևի փոփոխմանը։ Ըստ գործառույթների ցիտոկամախքի տարրերը կարելի է բաժանել երկու խմբի՝ միայն կմախքային ֆիբրիլների և հենարանային շարժողական ֆիբրիլների։ Վերջին խմբին են պատկանում ակտինային միկրոֆիլամենտները, որոնք փոխազդում են շարժողական սպիտակուցներ միոզինների հետ, և տուբուլինային միկրոխողովակները, որոնք փոխազդում են շարժողական սպիտակուցներ դինեինների և կինեզինների հետ։ Միկրոֆիլամենտների և միկրոխողովակների շարժումը կարող է իրականանալ երկու սկզբունքորեն տարբեր եղանակներով։ Առաջինը հիմնված է ակտինի և տուբուլինի պոլիմերացման և դեպոլիմերացման վրա։ Պլազմայի մեմբրանի հետ նշված սպիտակուցների կապի դեպքում կարող են առաջանալ կեղծ փոթիկներ և բարակ ելուստներ։ Շարժման մյուս եղանակի դեպքում միկրոֆիլամենտները և միկրոխողովակները հանդիսանում են ուղղորդող կառույցներ, որոնց վրայով տեղաշարժվում են հատուկ շարժող սպիտակուցները։ Միջանկյալ ֆիլամենտները էուկարիոտների ցիտոկամախքի 3 հիմնական բաղադրիչներից մեկն են։ Դրանք հատուկ սպիտակուցներից բաղկացած թելանման կառույցներ են, որոնք հայտնաբերվում են ինչպես ցիտոպլազմայում, այնպես էլ կորիզում։ Միջին տրամագիծը կազմում է մոտ 10 նանոմետր, այսինքն ավելի փոքր է, քան միկրոխողովակների տրամագիծը՝ մոտ 25 նանոմետրով, և ավելի մեծ է, քան ակտինային միկրոֆիլամենտները, որոնք հասնում են 5-ից 9 նանոմետր։ Կորիզում հայտնաբերվում է միջանկյալ ֆիլամենտների միայն մեկ տեսակ՝ լամինայինը, մնացած տեսակները հանդիպում են ցիտոպլազմայում։ Միջանկյալ ֆիլամենտի հիմնական կառուցվածքային տարրը ոչ թե մոնոմեր է, այլ դիմեր, որը սովորաբար բաղկացած է երկու տարբեր սպիտակուցների երկու պոլիպեպտիդային շղթաներից։ Վերջինները փոխազդում են միմյանց հետ, առաջացնելով պարուրաձև ոլորված շղթա։ Դիմերները միավորվում են տետրամերներում, որոնցից առաջանում են ավելի բարդ կառույցներ։ Ի տարբերություն ակտինի և տուբուլինի, միջանկյալ ֆիլամենտների սպիտակուցները չունեն նուկլեոզիդաեռֆոսֆատի հետ կապվելու հատված։ Ցիտոպլազմայի միջանկյալ ֆիլամենտները հիմնականում տեղայնացած են մերձ կորիզային գոտում, ինչպես նաև բջջի ծայրամասեր ձգվող և պլազմային թաղանթի տակ գտնվող ֆիբրիլների խրձերում։ Միջանկյալ ֆիլամենտները հանդիպում են կենդանիների բոլոր տիպի բջիջներում, սակայն առավել առատ են ներկայացված մեխանիկական ներգործությունների ենթակա բջիջներում, մկանային, էպիդերմիսի, նյարդային ելուստներում։ Բուսական բջիջներում միջանկյալ ֆիլամենտները չեն հայտնաբերվում։ Միջանկյալ ֆիլամենտներում հայտնաբերված ազգակից սպիտակուցները կարելի է բաժանել 4 տիպի։ Առաջինը կերատիններն են, թթու և նեյտրալ, որոնք հանդիպում են էպիթելի բջիջներում և առաջացնում են հետերոպոլիմերներ։ Որոշ հետերոգենություն է բնորոշ կերատիններին՝ կախված հյուսվածքի տեսակից։ Էպիթելներում հանդիպում են 20 ձևի կերատիններ, մազերում և եղունգներում այլ կերատինների 10 ձևեր։ Կերատինների մոլեկուլային զանգվածը տատանվում է 40-ից 70 հազարի սահմաններում։ Միջանկյալ ֆիլամենտների երկրորդ տիպը միավորում է 45-ից 53 հազար մոլեկուլային զանգվածով 4 տեսակի սպիտակուցներ։ Դրանք են վիմենտինը, դեսմինը, գլիալ ֆիբրիլային սպիտակուցը և պերիֆերինը։
Վիմենտինին են պատկանում շարակցական հյուսվածքի բջիջները, էնդոթելը, այրան բջիջները, դեսմինը մկանային բջիջներն են, գլիալ ֆիբրիլային սպիտակուցը, նեյրոգլիայի որոշ բջիջներն են, աստրոցիտները, որոշ պանովյան բջիջներ, և պերիֆերինը պերիֆերիկ և կենտրոնական նեյրոններն են։ Միջանկյալ ֆիլամենտների երրորդ տեսակի նեյրոֆիբրիլային սպիտակուցներն են մոլեկուլային զանգվածը կազմող 60-ից 130 հազար, հանդիպում են նեյրոնների աքսոններում։ Միջանկյալ ֆիլամենտների սպիտակուցների չորրորդ տեսակը կորիզային լամիններն են։ Լամինները ֆիբրիլային սպիտակուցներ են, որոնք կարգավորում են տրանսկրիպցիայի գործընթացը։ Չնայած կորիզային տեղայնացմանը, լամիններն իրենց կառուցվածքով և հատկություններով նման են միջանկյալ ֆիլամենտների մյուս սպիտակուցներին։ Ինչպես նշվել է, միջանկյալ ֆիլամենտներն իրենց կառուցվածքով հիշեցնում են պարան և կազմված են ֆիբրիլային սպիտակուցներից։ Ընդ որում, որոշ սպիտակուցներ, օրինակ վիլեմինտինը և դեսմինը կամ վիմենտինը և գլիալ սպիտակուցները կարող են առաջացնել համապոլիմերներ։ Միջանկյալ ֆիլամենտների բոլոր սպիտակուցների ամինաթթվային հերթականությունը նման է ֆիբրիլային մոլեկուլի կենտրոնական հատվածում և բաղկացած է ամինաթթուների 130 մնացորդներից։ Մոլեկուլների ծայրամասային հատվածներն ունեն ամինաթթուների տարբեր հերթականություններ և տարբեր երկարություն։ Ցիտոպլազմայի միջանկյալ ֆիլամենտները ցիտոկամախքի ամենակայուն և երկար ապրող տարրերն են։ Ֆիզիկական զգալի բեռնվածության ենթարկվող բջիջներում միջանկյալ ֆիլամենտներն իրապես հենարանի դեր են խաղում։ Վերնամաշկի էպիդերմիսի բջիջներում միջանկյալ ֆիլամենտներն առաջացնում են խրձեր, տոնոֆիլամենտներ, որոնք կապված են դեսմոսոմների հետ և առաջացնում են ամուր ներբջջային ցանց։ Նեյրոնների աքսոններում, որոնք ձգվում են տասնյակ սանտիմետրերի վրա, միջանկյալ ֆիլամենտները կարծր և ամուր հենք են ստեղծում, ապահովելով բարակ ցիտոպլազմային ելուստների ամբողջականությունը և առանցքականությունը։ Միջածիկ զոլավոր մկանային բջիջներում դեսմինային ֆիլամենտները մտնում են Z սկավառակների կազմության մեջ, իրար կապելով հարևան սարկոմերները, ինչպես նաև հարևան միոֆիբրիլները։ Բջջում միջանկյալ ֆիլամենտների դասավորությունը կրկնում է միկրոխողովակների ընթացքը, նրանք կողք կողքի են ձգվում։ Կոլխիցինով միկրոխողովակների քայքայման դեպքում միջանկյալ ֆիլամենտները հավաքվում են կորիզի շուրջը խիտ խրձերի կամ օղակների ձևով։ Միջանկյալ ֆիլամենտների նոր ցանցի վերականգնումը սկսում է բջջային կենտրոնի գոտուց։ Սա հանգեցնում է այն մտքին, որ միջանկյալ ֆիլամենտների և միկրոխողովակների պոլիմերացման կենտրոնները համընկնում են։ Միկրոֆիլամենտները հանդիպում են էուկարիոտների բոլոր բջիջներում, հատկապես մեծ է նրանց քանակը մկանային թելիկներում։ Միկրոֆիլամենտները մտնում են միկրոթավիկների կազմության մեջ, նրանք բնորոշ են էպիթելի բջիջների ժապավենային միացումներին, առաջացնում են խրձեր կենդանիների շարժում բջիջների ցիտոպլազմայում և կորտիկալ շարժ անմիջապես պլազմային թաղանթի տակ։ Բուսական և ստորակարճ սնկերի բջիջներում միկրոֆիլամենտները գտնվում են ցիտոպլազմային շարժվող շերտերում։ Միկրոֆիլամենտների հիմնական սպիտակուցը ակտինն է։ Տարբեր բջիջներում հանդիպում են ակտինի տարբերակները կամ իզոձևերը, որոնցից յուրաքանչյուրը կոդավորվում է սեփական գենով։ Կաթնասուններն ունեն 6 տարբեր ակտիններ, մեկը հանդիպում է կմախքային մկաններում, մյուսը սրտամկանում, երկու տեսակ հանդիպում է հարթ մկաններում և երկուսը ցիտոպլազմայի ակտիններն են, որոնք ունիվերսալ են և հանդիպում են կաթնասունների ցանկացած տիպի բջիջներում։ Ակտինի նշված իզոձևերը նման են իրենց ամինաթթվային հաջորդականություններով և տարբերվում են ծայրամասային հատվածներով, որոնք էլ պայմանավորում են պոլիմերացման արագությունը, սակայն չեն ազդում կրճատման վրա։ Ակտինի մոլեկուլային զանգվածը կազմում է 42 հազար։ Ակտինը կարող է հանդես գալ ազատ մոնոմերի գլոբուլային G ակտինի ձևով, որն իր կազմում պարունակում է AF-ի մոլեկուլ։ G ակտինի պոլիմերացման դեպքում առաջանում է բարակ թելանման ֆիբրիլ F ակտինը։ F ակտինն իրենից ներկայացնում է 8 նանոմետր հաստությամբ պարուրաձև ոլորված թելիկ։ Ակտինների միկրոֆիլամենտները բևեռացված են։ Բավարար խտության դեպքում G ակտինն ինքնաբերաբար պոլիմերանում է։ Առաջացած միկրոֆիլամենտի մի ծայրը, որը նշվում է որպես դրական, արագ կապվում է G ակտինի հետ և այդ պատճառով աճում է ավելի արագ, քան հակադիր բացասական ծայրը։ Եթե G ակտինի խտությունը նվազում է և բավարար չէ, ապա F ակտինի առաջացած ֆիբրիլները սկսում են քանդվել։ Ակտինային միկրոֆիլամենտները չափազանց դինամիկ կառույցներ են, որոնք կարող են առաջանալ և աճել կամ էլ հակառակը, քանդվել և անհետանալ, կախված գլոբուլային ակտինի առկայությունից։ Պետք է նշել, որ նկարագրված գործընթացներում կարևոր դեր ունի ակտինը կապող սպիտակուց պրոֆիլինը, որը հայտնաբերվել է կորիզավորների բջիջների մեծամասնության մոտ և իրականացնում է ակտինային ֆիլամենտների կարգավորումը։ Պրոֆիլինը կապում է մոնոմերային ակտինի հետ 1:1 հարաբերակցությամբ, կտրուկ նվազեցնելով առաջացած պրոֆիլակտին կոմպլեքսի պոլիմերացման ունակությունը։ Մյուս կողմից, պրոֆիլինը կատալիզում է ակտին-ԱԿՖ դժվար պոլիմերացվող միացության փոխարկումը AF ակտինային մոնոմերների, որոնք հեշտությամբ պոլիմերանում են։ AF պարունակող մոնոմերները միանում են ակտինի թելիկի աճող ծայրից։ G ակտինի
ակտինի մոլեկուլը կրում է ամուր կապված AF, որը F-ակտինի աճին զուգընթաց դանդաղ հիդրոլիզվում է մինչև AKF, այսինքն պոլիմերացման ընթացքում տեղի է ունենում AF-ի հիդրոլիզ։ Եվ մոնոմերները կապված են մնում AKF-ի հետ։ Բջջում F-ակտինի հետ ասոցացվում են մի շարք սպეციფიկ սպիտակուցներ։ Սպիտակուց տրոպոմիոզինը փոխազդելով միկրոֆիլամենտների հետ նրանց անհրաժեշտ ամրություն է հաղորդում։ Ֆիլամինը եւ ալֆա-ակտինին առաջացնում են լայնակի կապաներ F-ակտինի թելիկների միջև, ինչը հանգեցնում է բարդ եռաչափ ցանցի առաջացմանը եւ ցիտոպլազմայի գել վիճակի ստեղծմանը։ Այլ լրացուցիչ սպիտակուցները կարող են կապել ֆիլամենտները առաջացնելով խրձեր։ Գոյությունն են սպիտակուցներ, որոնք փոխազդելով միկրոֆիլամենտների ծայրերի հետ կանխարգելում են նրանց քանդումը, այս ձևով կայունացնելով նրանց։ Սպիտակուցների հետ F-ակտինի փոխներգործությունը կարգավորում է միկրոֆիլամենտների ագրեգատային վիճակը, նրանց փուխր կամ հակառակը կիպ դասավորությունը, նաև կապը բջջի այլ բաղադրամասերի հետ։ Միոզինային տիպի սպիտակուցները փոխազդելով ակտինի հետ առաջացնում են կրճատման ունակ կոմպլեքս, այսպիսով բոլոր ոչ մկանային բջիջներում միկրոֆիլամենտներն իրականացնում են առնվազն երկու գործառույթ, լինելով կրճատվող ապարատի մի մասը փոխազդում են շարժողական սպիտակուցների միոզինի հետ կամ մասնակցում են կմախքային կառույցների առաջացմանը, որոնք ակտինի պոլիմերացման եւ դեպոլիմերացման հաշվին ունակ են սեփական շարժումների։ Ցիտոկմախքի եւ միկրոֆիլամենտների մասին հատկապես շատ տեղեկություններ են հավաքագրվել հյուսվածքային կուլտուրայում ֆիբրոբլաստների հետազոտության ժամանակ։ Ֆիբրոբլաստներն ունակ են ամիոբոիդ շարժումների, բջջի մի հատվածում ֆիբրիլային ապարատի տարրերի քանդման եւ մյուս հատվածում կառուցման մշտապես տեղի ունեցող գործընթացների հաշվին։ Սուբստրատի մակերեսով սողացող ֆիբրոբլաստում տարբերակվում է շարժվող ծայրը և պոչային հատվածը, այսինքն այս բջիջը բևեռացված է։ Ֆիբրոբլաստի շարժվող ծայրում մշտապես առաջանում են և անհետանում են բարակ թելանման կամ թիթեղանման ելուստներ, լամելոպոդիումներ։ Դա բջջի առաջ տանող եզրն է, որն ապահովում է ֆիբրոբլաստի առաջընթաց շարժումը։ Այդ հատվածի ցիտոպլազման կոչվում է լամելոպլազմա։ Այդպիսի շարժվող ֆիբրոբլաստում ակտինը բաշխված է բջջի 3 հիմնական մասերում։ Այն կորտիկալ բարակ շերտով տեղայնացած է պլազմային թաղանթի տակ բջջի ողջ պարագծով։ Ակտինն առատորեն ներկայացված է բջջի լամելոպլազմային և բացի դրանից ակտինային ֆիլամենտների խրձերում, որոնք ձգվում են առաջ տանող եզրից բջջի խորքը։ Կորտիկալ շերտը բաղկացած է ակտինային ֆիլամենտների հոծ եռաչափ ցանցից, որոնք ասոցացված են պլազմային մեմբրանի հետ։ Այն ապահովում է ցիտոպլազմայի մակերեսային շերտի մեխանիկական կայունությունը և պայմաններ է ստեղծում բջջի ձևի փոխվելու և շարժման համար։ Այդ շերտը մշտապես փոխում է իր ագրեգատային վիճակը, անցնելով կառուցվածքայնությամբ օրհված գել վիճակից հեղուկ զոլի։ Գել-զոլ անցումները պայմանավորված են տարբեր սպիտակուցների հետ ակտինային ֆիլամենտների փոխներգործությամբ։ Ակտինային ֆիլամենտների ցանցում հայտնաբերվել են կրճատում ապահովող կարճ միոզինային միավորներ, որոնց շնորհիվ լամելոպոդիումները ներձգվում են, կամ էլ բջիջը առաջ է սողում։ Առաջ տանող եզրում պլազմալեմի ոչ մեծ ելուներից բջջի խորքն են ձգվում ակտինային ֆիլամենտների խրձեր, որոնք իրենց դրական ծայրերով հարում են պլազմային մեմբրանին։ Լամելոպոդիումների առաջացմանը համընթաց նրանց պլազմային մեմբրանը ինտեգրին սպիտակուցների միջոցով սուբստրատի հետ ֆոկալ կոնտակտներ է առաջացնում։ Դրանք հատուկ տիպի ժամանակավոր կոնտակտներ են, որոնք առաջանում են բջջի և արտաբջջային մատրիքսի միջև և ծառայում են սուբստրատի վրա բջջի ամրանալուն և նրա տեղաշարժմանը։ Ֆոկալ կոնտակտի առաջացմանը մասնակցում է բջջի առանձին 10-ից 15 նանոմետր տրամագծով հատվածը։ Այս կոնտակտի առաջացման համար արտաբջջային մատրիքսում պարտադիր կերպով պետք է առկա լինի գլիկոպրոտեին ֆիբրոնեկտինը, իսկ բջջի կողմից տրանսմեմբրանային ռեցեպտորներ ինտեգրինները։ Նշված կոնտակտների հատվածներից սկիզբ են առնում ակտինային ֆիլամենտների խրձեր, որոնք փոխազդում են շարժողական սպիտակուցներ միոզիների հետ։ Ողջ ակտինոմիոզինային համալիրն իրենից ներկայացնում է AF-ազա և շարժումը տեղի է ունենում AF-ի հիդրոլիզի էներգիայի հաշվին։ Միոզիներն ազգակից սպիտակուցների ընտանիք են կազմում, նրանք բոլորը բաղկացած են գլխիկային շարժիչ մասից, որը պատասխանատու է համալիրի AF-ազային ակտիվության համար, պարանոցից, որը կապված է մի քանի կարգավորիչ սպիտակուցային ենթամիավորումների հետ, և պոչից, որը յուրահատուկ է և պայմանավորում է տարբեր միոզինների սպეციფიկ գործառույթը։ Անկախ միոզինի տեսակից, ակտոմիոզինային համալիրների աշխատանքի մեխանիզմը նույնն է։ Այն սկսվում է միոզինային գլխիկի կապվելուց ակտինային ֆիլամենտի հետ, հաջորդիվ տեղի ունենում գլխիկի թեքումը, իսկ հետագայում անջատումը։ Յուրաքանչյուր ցիկլում միոզինային գլխիկը տեղաշարժվում է ակտինային ֆիլամենտի դրական ծայրի ուղղությամբ 5-ից 25 նանոմետրով։ Այդ գործընթացում տեղի է ունենում AF-ի մեկ մոլեկուլի հիդրոլիզ։ Այս ձևով է կատարվում միկրոֆիլամենտների միակողմանի ուղղվածությամբ տեղաշարժը կամ սահումը միոզինի մոլեկուլների հանդեպ։ Ակտոմիոզինային համալիրները մասնակցում են լամելոպլազմայի էնտերոցիտների միկրոթավիկների շարժմանը։ Միոզինը մասնակցում է նաև վակուոլների տեղափոխմանը։
Բնականոն պայմաններում կենդանական բջիջը միտոզի ժամանակ բաժանվում են ձգանի առաջացման եղանակով։ Բաժանվող բջջի կորտիկալ շերտում առաջ է գալիս զուգահեռ դասավորված ակտինային ֆիբրիլների կուտակում, որը պլազմալեմի տակ ձևավորում է կրճատվող օղակ։ Բացի ակտինից, օղակի կազմի մեջ է մտնում միոզինը, օղակի կրճատումը հանգեցնում է ելակետային բջջի աստիճանական բաժանմանը երկու դուստր բջիջների։ Այսպիսով, ակտինային միկրոֆիլամենտները ցիտոկամախքի դինամիկ տարրեր են, որոնք ենթակա են արագ վերակառուցման հատկապես շարժվող բջիջներում։ Էուկարիոտների ցիտոկամախքի պարտադիր կառուցվածքային տարրերից են միկրոխողովակները։ Նրանք մեծ քանակով հայտնաբերվում են նյարդային բջիջների ցիտոպլազմային ելուստներում, մելանոցիտների, ամիոբաների և այլ ձևը փոխողելու ունակ բջիջների ելունտներում։ Ամենաերկա միկրոխողովակները հանդիպում են կաթնասունների սերմնաբջիջների պոչիկի աքսոնեմում։ Միկրոխողովակները հանդիպում են մենահատ ձևով կամ փոքր խրձերով ինտերֆազային բջիջների ցիտոպլազմայում կիպ դասավորված ձևով ցենտրիոլների, բազալ մարմնիկների, դարթիչների և մտրակների կազմում։ Բջջի բաժանման ժամանակ միկրոխողովակների մեծ մասը մտնում են բաժանման իրիկի կազմության մեջ։ Միկրոխողովակները թելանման չճյուղավորված 25 նանոմետր հասնությամբ կառույցներ են, որոնք բաղկացած են տուբուլին սպիտակուցից և նրա հետ կապված լրացուցիչ սպիտակուցներից։ Միկրոխողովակները չեն հայտնաբերվում բակտերիաների և այլ նախակորիզավոր օրգանիզմների բջիջներում։ Միկրոխողովակների տուբուլինները պոլիմերանալով առաջացնում են սնամեջ խողովակներ, ինչից և ծագել է նրանց անվանումը։ Նրանց երկարությունը կարող է հասնել մի քանի միկրոմետրի։ Մորֆոլոգիական առումով միկրոխողովակներն իրենցից ներկայացնում են չճյուղավորված երկար սնամեջ գլաններ, որոնց արտաքին տրամագիծը կազմում է 25 նանոմետր, իսկ ներքինը 15 նանոմետր։ Միկրոխողովակների պատը բաղկացած է տուբուլին սպիտակուցի պոլիմերացած մոլեկուլներից։ Էլեկտրոնային մանրադիտակի միջոցով պարզվել է, որ լայնակի կտրվածքում միկրոխողովակը բաղկացած է 13 ենթամիավորից, որոնք առաջացնում են մեկ շերտանի օղակ։ Այդ 13-ը թելանման գոյացություններ են, պրոտոֆիլամենտներ։ Նրանցից յուրաքանչյուրն իր հերթին բաղկացած է 5 նանոմետրանոց երկայնակի ուղղությամբ դասավորված գլոբուլներից, տուբուլինային մոնոմերներից։ Այսպիսով, միկրոխողովակի լայնակի կտրվածքում երևում են տուբուլին սպիտակուցի 13 գլոբուլային մոլեկուլները։ Տուբուլինի մոլեկուլը բաղկացած է երկու տարբեր ենթամիավորներից՝ ալֆա-տուբուլինից և բետա-տուբուլինից, որոնք միավորվելով առաջացնում են սպիտակոց տուբուլինը։ Տուբուլինի երկու ենթամիավորումներն էլ կապված են գուանոզին երֆոսֆատի հետ, սակայն ալֆա ենթամիավորի գուանոզին երֆոսֆատը չի ենթարկվում հիդրոլիզի, իսկ բետա ենթամիավորինը տուբուլինի պոլիմերացման գործընթացում հիդրոլիզվում է մինչև գուանոզին կրկնաֆոսֆատ, ընդ որում պոլիմերացման գործընթացում տուբուլինի մոլեկուլներն այնպես են միանում, որ մի մոլեկուլի բետա ենթամիավորիմի հետ կապվում է տուբուլինի հաջորդ մոլեկուլի ալֆա ենթամիավորը և այդպես շարունակ։ Հետևաբար առանձին պրոտոֆիբրիլներն առաջանում են որպես բևեռացված թելիկներ և համապատասխանաբար ողջ միկրոխողովակը ևս բևեռացված կառուցվածքային տարր է, որն ունի արագ աճող դրական ծայր և դանդաղ աճող բացասական ծայր։ Ընդհանուր առմամբ միկրոխողովակների ինքնահավաքման համար անհրաժեշտ է տուբուլինների, գուանոզին երֆոսֆատի, լրացուցիչ սպիտակուցների, ինչպես նաև մագնեզիում իոնների առկայությունը և կալցիում իոնների բացակայությունը։ Տուբուլինի բավարար խտության դեպքում տեղի է ունենում նրա մոլեկուլների ինքնաբերական պոլիմերացումը։ Այդ գործընթացում բետա-տուբուլինի հետ կապված գուանոզին երֆոսֆատի մեկ մոլեկուլը հիդրոլիզվում է։ Ինչպես նշվել է, միկրոխողովակի աճի ընթացքում տուբուլիններն ավելի մեծ արագությամբ են կապվում աճող դրական ծայրին, իսկ տուբուլինի անբավարար խտության պարագայում միկրոխողովակները կարող են քանդվել երկու ծայրերից։ Միկրոխողովակների քանդմանը նպաստում են ջերմաստիճանի նվազումը և կալցիում իոնների առկայությունը։ Գոյություն ունեն մի շարք նյութեր, որոնք ազդում են տուբուլինի պոլիմերացման վրա։ Ալկալոիդ կոլխիցինը, որն առկա է շնդեղ աշնանային բուսատեսակում, կապվում է տուբուլինի առանձին մոլեկուլների հետ և կանխարգելում է նրանց պոլիմերացումը։ Դա հանգեցնում է պոլիմերացման ունակ ազատ տուբուլինի խտության նվազմանը, ինչն առաջ է բերում ցիտոպլազմայի և բաժանման իլիկի միկրոխողովակների արագ քանդմանը։ Նմանատիպ ազդեցություն ունեն կոլցեեմիդը և նոկոդազոլը, որոնք լայն կիրառություն են գտել բժշկական և կենսաբանական հետազոտություններում։ Միկրոխողովակների վրա կայունացնող ազդեցություն է ցուցաբերում տաքսոլը, որը նպաստում է տուբուլինի պոլիմերացման անգամ նրա ցածր խտության պարագայում։ Այս փաստերը վկայում են այն մասին, որ միկրոխողովակները չափազանց դինամիկ կառուցվածքային տարրեր են, կարող են արագ կառուցվել և նույնքան արագ քանդվել։ Անջատված միկրոխողովակների կազմում հայտնաբերվել են նրանց հետ կապված լրացուցիչ սպիտակուցներ, ինչպիսիք են օրինակ MAP սպիտակուցները։ Այս սպիտակուցները կայունացնելով միկրոխողովակները արագացնում են տուբուլինի պոլիմերացման գործընթացը։ Փորձերի միջոցով պարզվել է, որ ցիտոպլազմայի միկրոխողովակների կիսակյանքի միջին տևողությունը կազմում է ընդամենը 5 րոպե։
Միկրոխողովակների ողջ պոպուլյացիայի 80%-ը 15 րոպեում նորացվում է։ Առանձին միկրոխողովակներն իրենց աճող ծայրում կարող են դանդաղ 4-ից 7 միկրոմետր րոպեում աճել, իսկ հետո բավականին արագ 14-ից 17 միկրոմետր րոպեում կարճանալ։ Կենդանի բջջի բաժանման իրիկի կազմում միկրոխողովակների կյանքի տևողությունը մոտ 15-ից 20 վայրկյան է։ Այնուամենայնիվ, միկրոխողովակների 10-ից 20%-ը կայուն վիճակում է մնում բավականին երկար ժամանակ՝ մոտ մի քանի ժամ։ Սա հիմնականում բնորոշ է դիֆերենցված բջիջներին։ Միկրոխողովակների կայունացումը կապված է կամ տուբուլինների մոդիֆիկացման հետ, օրինակ լիզինի ացետիլացում կամ տերմինալ թիրոզինի հեռացմամբ, կամ լրացուցիչ MAP սպիտակուցների հետ նրանց կապվելու։ Նշված մոդիֆիկացումները դառնալի են։ Կենդանի բջջում ցիտոպլազմայի միկրոխողովակները կմախքի դեր են խաղում և ապահովում են շարժողական գործառույթները։ Ցիտոպլազմային միկրոխողովակների որոշակի դասավորությունը կայունացնում է բջջի ձևը։ Պետք է նշել, որ հենց իրենք միկրոխողովակներն ունակ չեն շարժման, սակայն նրանք բջջի շարժվող կառուցվածքային տարրերի պարտադիր բաղադրիչներն են, իսկ ցիտոպլազմային միկրոխողովակները պարտադիր են ներբջջային տրանսպորտի, օրինակ էկզոցիտոզի, միտոքոնդրիումների շարժման և այլնի համար։ Միկրոխողովակները մասնակցում են բջջի աճի գործընթացներին։ Բուսական բջիջներում, որոնց բնորոշ է երկարաձգման աճը, ցիտոպլազմայի պերիֆերիկ շերտերում մեծ քանակով միկրոխողովակներ են հայտնաբերվում։ Այս դեպքում միկրոխողովակները, ինչպես և հաճախ բջջապատը, ապահովում են ցիտոպլազմայի մեխանիկական ամրությունը։ Ներբջջային կմախք ստեղծելով միկրոխողովակները միաժամանակ հանդիսանում են խոշոր տարրերի և տարբեր նյութերի ուղղորդված տեղաշարժման գործոններ, օրինակ ձկների մելանոֆորների մելանին գունակ պարունակող բջիջներում։ Բջջային ելուստների աճի ժամանակ պիգմենտի գրանուլները տեղաշարժվում են միկրոխողովակների խրձերի երկայնքով։ Կոլխիցինի միջոցով միկրոխողովակների քայքայումը հանգեցնում է նեյրոնների աքսոններում նյութերի փոխադրման խախտմանը, էկզոցիտոզի դադարելուն և սեկրետոր գործառույթի արգելակմանը։ Ցիտոպլազմայի միկրոխողովակների քայքայման դեպքում տեղի է ունենում Գոլջի ապարատի և միտոքոնդրիալ համակարգի մասնատում։ Միկրոխողովակների շարժողական գործառույթը կայանում է ոչ միայն կանոնակարգված վեկտորային շարժման համակարգի ստեղծման մեջ, այլև ցիտոպլազմայի միկրոխողովակները միավորվելով սպეციფիկ շարժողական սպիտակուցների հետ առաջացնում են աեֆազային համալիրներ, որոնք ունակ են շարժման մեջ դնել բջջային տարրերը։ Այս հարցերը պարզաբանվել են կաղամարի հսկա նեյրոններում աքսոնային տրանսպորտի ուսումնասիրություններով։ Նյարդային բջիջների ելուստներ աքսոնները կարող են լինել բավականին երկար և պարունակում են մեծ թվով միկրոխողովակներ և նեյրոֆիլամենտներ։ Կենդանի նեյրոնների աքսոններում դիտվում է տարբեր մանր վակուոլների և գրանուլների տեղափոխություն, ինչպես բջջի մարմնից դեպի նյարդային վերջավորություն, այնպես էլ հակառակ ուղղությամբ։ Պարզվել է, որ կաղամարի հսկա աքսոնից կարելի է անջատել աքսոպլազման աքսոնի պարունակությունը։ Անջատված աքսոպլազմայի կաթիլում մանր վակուոլների և գրանուլների շարժումը շարունակվում է, ընդ որում նրանք շարժվում են բարակ թելանման տարրերի միկրոխողովակների երկայնքով։ Նշված մանրապատրաստուկներից անջատվել են վակուոլների շարժման համար պատասխանատու սպիտակուցները։ Նրանցից մեկը կինեզինն է, որի մոլեկուլային զանգվածը կազմում է մոտ 300 000։ Կինեզինը բաղկացած է երկու իրար նման ծանր պոլիպեպտիդային շղթաներից և մի քանի թեթև շղթաներից։ Յուրաքանչյուր ծանր շղթան առաջացնում է գլոբուլային գլխիկ, որը միկրոխողովակի հետ կապելիս ցուցաբերում է աեֆազային ակտիվություն։ Թեթև շղթաները կապվում են վակուոլային բշտերի կամ այլ մասնիկների մեմբրանների հետ։ AF-ի հիդրոլիզի ժամանակ կինեզինի մոլեկուլի կոնֆորմացիան փոխվում է և առաջ է գալիս մասնիկի տեղափոխություն միկրոխողովակի դրական ծայրի ուղղությամբ։ Գոյություն ունեն կինեզինների մի ամբողջ ընտանիք, որոնք նման են գլխիկներով և տարբերվում են պոչիկային դոմեններով։ Կինեզիներից շատերը սպეციფիկ ձևով կազմում են իրենց համապատասխանող բեռին։ Այսպես, նրանցից որոշները մասնակցում են միայն միտոքոնդրիումների տեղափոխությանը, մյուսները միայն սինապսային բշտերի։ Կինեզինները կապվում են մեմբրանների հետ մեմբրանային սպիտակուցային կոմպլեքսների կինեկտինների միջոցով։ Բաժանման υλիկի կինեզինները մասնակցում են նրա առաջացմանը և քրոմոսոմների տարրամիտմանը։ Աքսոնոմում ռետրոգրադ փոխադրման համար պատասխանատու է մեկ այլ սպիտակոց՝ ցիտոպլազմային դինեինը։ Այն բաղկացած է երկու ծանր շղթաներից, գլխիկներ, որոնք փոխազդում են միկրոխողովակների հետ, մի քանի միջանկյալ և թեթև շղթաներից, որոնք կապվում են մեմբրանային վակուոլների հետ։ Ցիտոպլազմային դինեինը շարժողական սպիտակոց է, որը բեռներ է փոխադրում միկրոխողովակների բացասական ծայրի ուղղությամբ։ Դինեինները բաժանվում են երկու խմբի՝ ցիտոզոլային, որոնք մասնակցում են վակուոլների և քրոմոսոմների փոխադրմանը, և աքսոնեմային, որոնք պատասխանատու են թարթիչների և մտրակների շարժման համար։ Ցիտոպլազմայի դինեինը և կինեզինները հայտնաբերվել
ակտիվացվել են կենդանիների և բույսերի բոլոր տեսակի բջիջներում։ Ցիտոպլազմայում շարժումը ևս իրականում է սահող թելիկների սկզբունքով, սակայն միկրոխողակների երկայնքով տեղափոխվում են ոչ թե թելիկներ, այլ կարճ շարժիչ մոլեկուլներ, որոնք կապված են բջջում տեղափոխման ենթակա բաղադրիչների հետ։ Ներբջջային փոխադրման այս համակարգի նմանությունը ակտոմիոզինային համալիրին կայանում է նրանում, որ առաջանում է բարձր այֆազային ակտիվությամբ օժտված կրկնակի կոմպլեքս միկրոխողվակ դրական շարժիչ մոլեկուլով։ Միկրոխողվակների շնորհիվ ապահովում է բջջի բաղադրիչների փոխադրումը, ինչպես ծայրամասից կենտրոն, այնպես էլ կենտրոնից ծայրամասային հատվածներ։ Քանի որ միկրոխողվակների կյանքը շատ կարճ է, ապա բջջում մշտապես պետք է տեղի ունենա նոր միկրոխողվակների առաջացում։ Տուբուլինների պոլիմերացումը տեղի է ունենում բջջի որոշակի սահմանափակ հատվածներում, որոնք կոչվում են միկրոխողվակների կազմավորման կենտրոններ։ Կենդանիների բջիջներում այդպիսի կենտրոնների դերում հիմնականում հանդես են գալիս բջջային կենտրոնները։ Բացի դրանից, միկրոխողվակների կազմավորման կենտրոնների դերում կարող են հանդես գալ կորիզային գոտին, բաժանման իլիկի բևեռները և բազալ մարմնիկները։ Ձևավորվող միկրոխողվակներն իրենց բացասական ծայրով ուղղված են միկրոխողվակների կազմավորման կենտրոններին, իսկ աճող դրական ծայրով հակառակ ուղղությամբ։ Համարվում է, որ միկրոխողվակների կազմավորման կենտրոնների գոտիներում բացասական ծայրերը կողպված են հատուկ սպիտակուցների միջոցով, որոնք էլ կանխարգելում են կամ սահմանափակում են տուբուլինների դեպոլիմերացումը։ Այդ պատճառով ազատ տուբուլինի բավարար քանակի դեպքում միկրոխողվակների կազմավորման կենտրոնից սկիզբ առնող միկրոխողվակներն աճում են և երկարում։ Մասնագիտացված կրճատվող բջիջներն իրենց ցիտոպլազմայում պարունակում են կրճատվող ֆիբրիլներ, միոֆիբրիլներ, հատկապես մեծ է դրանց քանակը սրտամկանի, կմախքային և հարթ մկանների բջիջներում։ Կմախքային մկանները բաղկացած են ոչ թե առանձին բջիջներից, այլ ներկայացված են սիմպլաստով, որն առաջանում է մկանային բջիջների միոբլաստների միաձուլման արդյունքում։ Կմախքային մկաններում և սրտամկանում միոֆիբրիլները երևում են լայնեկի շերտավորությամբ, ինչի պատճառով կոչվում են միջաձիգ զոլավոր։ Նրանցում իրար հաջորդում են մուգ և բաց հատվածները։ Մուգ հատվածները անիզոտրոպ սկավառակներ նշվում են որպես A սկավառակներ, իսկ բաց հատվածները իզոտրոպ սկավառակներ որպես I սկավառակներ։ I սկավառակը հատվում է լայնակի Z շերտով։ Այսպիսով միոֆիբրիլն իրենից ներկայացնում է 1-ից 2 միկրոմետր լայնությամբ բարակ թելիկ։ Միոֆիբրիլի կառուցվածքային միավորը սարկոմերն է, որն իրենից ներկայացնում է 2 Z սկավառակների միջև ընկած հատվածը։ Թուլացած վիճակում սարկոմերի չափը միշտ նույնն է՝ 1,8-ից 2,8 միկրոմետր, կախված կենդանու տեսակից։ Էլեկտրոնային մանրադիտակի կիրառմամբ պարզվել է, որ միոֆիբրիլը բաղկացած է ավելի բարակ պրոտոֆիբրիլներից։ I սկավառակում հանդիպում են բարակ 7 նանոմետրանոց և 1 միկրոմետր երկարությամբ պրոտոֆիբրիլներ, իսկ A սկավառակներում բացի նշվածից կան նաև ավելի հաստ, մոտավորապես 16 նանոմետրանոց և 1,5 միկրոմետր երկարությամբ պրոտոֆիբրիլներ։ Այս բոլոր պրոտոֆիբրիլները դասավորված են իրար զուգահեռ թելիկների ձևով, այնպես որ հաստ պրոտոֆիբրիլները մտնում են բարակ թելիկների արանքները։ Բարակ պրոտոֆիբրիլները կապված են Z սկավառակների հետ։ Այսպիսով, եթե դիտարկենք սարկոմերի գերնուրբ կառուցվածքը, ապա նրա երկայնքով դասավորված են պրոտոֆիբրիլների 3 հատվածներ։ A սկավառակի գոտում բացի հաստ պրոտոֆիբրիլներից տեղակայված են բարակ պրոտոֆիբրիլների ծայրերը, որոնք ելնում են երկու հարևան Z սկավառակներից։ Պարզվել է, որ բարակ պրոտոֆիբրիլները հիմնականում բաղկացած են սպիտակուց ակտինից, սակայն այստեղ հայտնաբերվում են նաև տրոպոմիոզին և տրոպոնին սպիտակուցները։ Հաստ պրոտոֆիբրիլները բաղկացած են սպիտակոց միոզինից, իսկ Z սկավառակները ալֆա-ակտինին և դեսմին սպիտակուցներից։ Ակտինային թելիկները բաղկացած են երկու իրար փաթաթված պարուրներից։ Միոզինը շատ ավելի խոշոր սպիտակուց է։ Մոլեկուլային զանգվածը կազմում է 500 000։ Այն բաղկացած է 6 շղթաներից, 2 իրար շուրջը պարուրաձև փաթաթված ծանր շղթաներ և 4 կարճ թեթև շղթաներ, որոնք կապվում են երկար շղթաների գլոբուլային գլխիկների հետ։ Գլխիկներն ունեն այֆազային ակտիվություն, կարող են փոխազդել ֆիբրիլային ակտինի հետ, առաջացնելով ակտոմիոզինային համալիր, որն ունակ է կրճատման։ Միոզինի երկար 150 նանոմետրանոց մոլեկուլները միավորվում են, առաջացնելով մոտ 300 այդպիսի մոլեկուլներից բաղկացած խրձեր՝ միոզինային ֆիբրիլներ։ Միոզինային հաստ 16 նանոմետրանոց պրոտոֆիբրիլներում երկար մոլեկուլները դասավորված են պոչը պոչին այնպես, որ միոզինի գլխիկները գտնվում են այդպիսի թելիկների ծայրերում, իսկ նրանց միջնամասում գլխիկներ չկան։ Գլխիկներն առաջացնում են լայնեկի կամրջակներ, որոնք միմյանց են կապում ակտինային և միոզինային թելիկները։ Ակտինի հետ միոզինի գլխիկների կապի հաշվին առաջանում է ակտոմիոզինային կոմպլեքսներ, որոնց ակտիվությունը հարյուրավոր անգամներ ավելի բարձր է, քան միոզինների այֆազային ակտիվությունը։ Ինչպես նշվել է, ակտինային
պրոտոֆիբրիլներն իրենց մի ծայրով կապված են Z սկավառակի հետ։ Վերջինը բաղկացած է ալֆա-ակտինիդզողիկաձև մոլեկուլներից, որոնք ակտինային ֆիբրիլները կապում են խրձերում։ Երկու կողմերից Z սկավառակին ամրանում են հարևան սարկոմերների ակտինային թելիկների դրական ծայրերը։ Հետևաբար Z սկավառակների գործառույթը կայանում է հարևան սարկոմերներն իրար կապելու մեջ։ Z սկավառակները չեն հանդիսանում կրճատվող կառուցվածքային տարրեր։ Հաստ միոզինային պրոտոֆիբրիլները ևս կազմված են Z սկավառակի հետ, նրանց ծայրերը խարիսխված են Z սկավառակում երկար և առանցքական ֆիբրիլային սպիտակուցներ տիտինների կոնեկտինների միջոցով։ Յուրաքանչյուր միոզինային թելիկ շրջապատված է 6 ակտինային թելիկներով, դա երևում է սարկոմերի լայնակի կտրվածքում։ Իրականում մկաներում չկան կրճատվող, այսինքն իրենց երկարությունը փոքրացող մոլեկուլներ։ Կրճատումը կատարվում է սարկոմերի երկարության նվազելու հաշվին, մոտ 20-ից 30%-ով, երբ հաստ և բարակ պրոտոֆիբրիլները տեղաշարժվում են մեկը մյուսի հանդեպ։ Այդ գործընթացում հաստ միոզինային թելիկները մինչև վերջ խորանում են ակտինային թելիկների արանքներում, իրար մոտեցնելով Z սկավառակները։ Սա սահող թելիկների մոդելն է։ Մկանային կրճատման մեխանիզմը կայանում է միոֆիբրիլի ողջ երկայնքով բոլոր սարկոմերների համաժամանակ կարճացման հետ, որը հայտնաբերել է Խաքսլին 1954 թվականին։ Ակտինի վրայով միոզինը սահում է մոտավորապես 15 միկրոմետր վայրկյան արագությամբ։ Այս գործընթացում միոզինը դրսևորում է իրեն որպես ակտինային կախվածությամբ I ֆազա։ Սահող թելիկների մոդելը բացատրում է ոչ միայն միջածգ սոլավոր մկանների կրճատումը, այլև ցանկացած կրճատվող կառուցվածքային տարրի։ Հարթ մկանային բջիջներում ևս կան ակտինային և միոզային թելիկներ, սակայն այստեղ ակտինային պրոտոֆիբրիլների խրձերի արանքներում միոզինային մոլեկուլները 15-ից 20 հատով առաջացնում են կոմպլեքսներ, որոնք դասավորված են առանց հստակ կարգի։ Բջջային կենտրոն կամ ցենտրոսոմ ցենտրիոլների և ցենտրոսֆերային ամբողջությունն է։ Ցենտրիոլները նկարագրվել է 1875 թվականին Ֆլեմինգի կողմից։ Ցենտրիոլները մանր հոծ մարմնիկներ են, որոնք սովորաբար ներկայացված են մեկ զույգով, պայմանականորեն մայր և դուստր ցենտրիոլներով։ Ցենտրիոլների զույգը կոչվում է դիպլոսոմ, այն շրջապատված է ավելի բաց գույնի ցիտոպլազմային գոտիով, որից սկիզբ են առնում շառավղային ձևով դասավորված բարակ ֆիբրիլները։ Այդ գոտին կոչվում է ցենտրոսֆերա։ Ցենտրիոլները միշտ առկա են կենդանիների բջիջներում և բացակայում են բարձրակարգ բույսերի, ստորակարգ ծնկերի և որոշ նախակենդանիների մոտ։ Բաժանվող բջիջներում ցենտրիոլները մասնակցում են բաժանման հիլիկի ձևավորմանը և գտնվում են բջջի բևեռներում։ Չբաժանվող բջիջներում ցենտրիոլները սովորաբար գտնվում են Գոլջի ապարատին կամ կորիզին կից գոտում։ Բջջային կենտրոնը տիպիկ կառուցվածք ունի կենդանիների բջիջներում։ Այն իրենից ներկայացնում է մի գոտի, որը կազմված է ցենտրիոլներից և նրանց շրջապատող ամորֆ ֆիբրիլային զանգվածից կամ մատրիքսից։ Վերջինը սկիզբ են առնում միկրոխողովակները։ Ցենտրիոլների գերնուրբ կառուցվածքը հաջողվել է ուսումնասիրել միայն էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ։ Ցենտրիոլների հիմքում ընկած են շրջանագծով դասավորված միկրոխողովակների 9 տրիպլետները, որոնք այս ձևով առաջացնում են սնամեջ գլան։ Ցենտրիոլի գլանի լայնությունը կազմում է մոտ 0,15 միկրոմետր, իսկ երկարությունը 0,3-0,5 միկրոմետր։ Չնայած հանդիպում են մի քանի միկրոն երկարությամբ ցենտրիոլներ։ Դիտարկենք մեկ տրիպլետը։ Տրիպլետի առաջին միկրոխողովակը, որը կոչվում է A միկրոխողովակ, ունի 25 նանոմետր տրամագիծ։ Նրա պատի հաստությունը կազմում է 5 նանոմետր։ A միկրոխողովակը բաղկացած է 13 գլոբուլային ենթամիավորներից։ Յուրաքանչյուր տրիպլետի երկարությունը հավասար է ցենտրիոլի երկարությանը։ Տրիպլետի երկրորդ և երրորդ միկրոխողովակները B-ն և C-ն տարբերվում են A միկրոխողովակից։ Նրանք բաղկացած են 11 ենթամիավորներից և կիպ հարում են իրենց հարևաններին։ Բացի միկրոխողովակներից, ցենտրիոլի կազմի մեջ են մտնում մի շարք լրացուցիչ կառույցներ։ A միկրոխողովակից ելնում են այսպես կոչված բռնակները, ելնում նաև որոնցից արտաքինն ուղղված է հարևան տրիպլետի C միկրոխողովակին, իսկ ներքինը գլանի կենտրոն։ Սովորաբար ինտերֆազային բջիջներում առկա են երկու ցենտրիոլներ, որոնք գտնվում են կողք կողքի առաջացնելով դիպլոսոմ, ընդ որում դիպլոսոմի ցենտրիոլները տեղայնացած են ուղիղ անկյան տակ։ Երկու ցենտրիոլներից մեկը համարվում է մայրական, իսկ մյուսը դուստր։ Նրանց երկայնակի առանցքներն ուղղահայաց են միմյանց։ Դուստր ցենտրիոլի պրոքսիմալ ծայրը ուղղված է դեպի մայրական ցենտրիոլի մակերեսը։ Մայր ցենտրիոլի տրիպլետներից ելնում են հատուկ կցորդներ, լրացուցիչ կառուցվածքային տարրեր։ Համարվում է, որ դրանք տուբուլիններից միկրոխողովակների կազմավորման կենտրոններն են։ Դուստր ցենտրիոլները զուրկ են այդպիսի կցորդներից։ Յուրաքանչյուր ցենտրիոլի շուրջը գտնվում է ամորֆ առանց կառուցվածքայնության մատրիքսը, որի մեջ ընկղմված են միկրոխողովակները։ Էլեկտրոնային մանրադիտակով ինտերֆազային ցենտրիոլների հետազոտությունը ցույց է տվել, որ ցենտրոսֆերայի ճառագայթափայլը, որը հայտնաբերվում է լուսային մանրադիտակի ներքո, ոչ այլ ինչ է, քան մեծ թվով դիպլոսոմի հատվածից շառավղային ուղղությամբ ելնող միկրոխողովակներ։
Ցենտրոսոմի կառուցվածքը և ակտիվությունը փոխվում է կախված բջջային ցիկլի փուլից, որի ընթացքում բջջային կենտրոնը ևս կրում է ցիկլիկ փոփոխություններ։ Դիտարկենք ցենտրիոլային ցիկլը սկսած միտոզից։ Բջջի անուղղակի բաժանման ընթացքում բջջի յուրաքանչյուր բևեռում գտնվում է մեկական բջջային կենտրոն, բաղկացած մեկական դիպլոսոմից։ Դուստր ցենտրիոլը իր ծայրով ուղղված է դեպի մայրականը։ Մայրական ցենտրիոլը միտոզի ողջ ընթացքում շրջապատված է բարակ ֆիբրիլների բավականին լայն մինչև 0.3 միկրոմետր տրամագծով գոտիով։ Դա ցենտրիոլի ֆիբրիլային գալոնն է, որից շարավիղներով ելնում են միկրոխողովակները։ Ընդ որում դուստր ցենտրիոլները չունեն ոչ գալով, ոչ էլ իրենցից սկիզբ առնող միկրոխողովակներ։ Միտոզի պրոֆազում ձևավորվում է միկրոխողովակներից բաղկացած բաժանման իլիկը։ Այդ գործընթացում դիպլոսոմների գոտիները բջջային կենտրոնների հանդիսանում են միկրոխողովակների պոլիմերացման կազմավորման կենտրոններ։ Հետաքրքրական է, որ միկրոխողովակների աճը կապված չէ ցենտրիոլային գլանների միկրոխողովակների հետ։ Նրանք աճում են մայրական ցենտրիոլի գալոյի գոտուց։ Այդ ընթացքում ցիտոպլազման կորցնում է իր միկրոխողովակները, նրանք ենթարկվում են ինքնաքանդման, իսկ ազատված տուբուլինային մոնոմերներն օգտագործվում են բաժանման իլիկի միկրոխողովակների առաջացման համար։ Միտոտիկ միկրոխողովակների պոլիմերացման նկարագրված գործընթացը արտացոլում է ցենտրիոլային ապարատի ակտիվության առաջին ձևը։ Եթե պրոֆազում ցենտրիոլը ճառագայթենք լազերային միկրոճառագայթով, ապա իլիկի առաջացումը կանգ կառնի։ Թելոֆազի փուլին մոտ ֆիբրիլային գալոյի հաստությունը նվազում է։ Միտոզի այս փուլի վերջում, երբ քրոմոսոմները սկսում են դեկոնդենսանալ եւ առաջացնել դուստր բջիջների նոր ինտերֆազային կորիզները, բաժանման իլիկը քայքայվում է, իսկ նրա միկրոխողովակները դեպոլիմերանում են։ Սրան համընթաց բջջային կենտրոնները փոխում են իրենց կառուցվածքը, մայր եւ դուստր ցենտրիոլները կորցնում են փոխուղղահայաց դիրքը եւ հեռանում են իրարից ոչ մեծ 0.5-ից 2 միկրոմետր հեռավորության վրա։ Այնուամենայնիվ, մնալով նույն հատվածում, մայր ցենտրիոլի շուրջը գալոն եւ միկրոխողովակներն այլևս չեն բացահայտվում։ Այդ ժամանակ ցիտոպլազմայի միկրոխողովակները ևս բացակայում են։ G1 փուլի սկզբում մայր ցենտրիոլի մակերեսին առաջանում են ոտիկից եւ գլխիկից բաղկացած սատելիտներ, կոչվող կառույցներ, որոնցից շարավիղներով սկիզբ են առնում միկրոխողովակները։ Նրանք աճում են, երկարում են, աստիճանաբար լցնելով ցիտոպլազմայի զանգվածը։ Հետևաբար բջջային կենտրոնի ակտիվության երկրորդ ձևը ինտերֆազային բջիջներում ցիտոպլազմայի միկրոխողովակների առաջացումն է։ Պետք է նշել, որ այստեղ ակտիվ է միայն մայր ցենտրիոլը, որը հեշտությամբ ճանաչվում է կցորդների շնորհիվ։ Փորձերը թույլ են տալիս եզրակացնել, որ միկրոխողովակների աճին զուգընթաց նրանց մի մասը կորցնում է կապը ցենտրիոլների գոտու հետ եւ կարող է երկար ժամանակ գտնվել ցիտոպլազմայում։ Աստիճանաբար դեպոլիմերացնող, այսինքն քանդվող միկրոխողովակներին փոխարինում են ցենտրոսոմների գոտուց պոլիմերացող նոր միկրոխողովակները։ Եթե այս կամ այն եղանակով արգելել բջիջներին անցնել սինթետիկ փուլին, նրանք կարող են գոյություն ունենալ բջջային հանգստի G0 փուլում։ Այդ ժամանակ մայր ցենտրիոլը շարունակում է գործել որպես ցիտոկմախքի միկրոխողովակների կազմավորման կենտրոն, սակայն միաժամանակ նա կարող է ցուցաբերել ակտիվության ևս մեկ ձև եւ առաջացնել պլազմայի մեմբրանի ելուստ թարթիչ, որի ներսում գտնվում է աքսոնեմը։ Այն բաղկացած է միկրոխողովակների 9 դուպլետներից։ Այդ միկրոխողովակներն աճում են մայր ցենտրիոլի դիստալ հատվածի A եւ B միկրոխողովակներից։ Սա ցենտրիոլների որպես միկրոխողովակների կազմավորման կենտրոնների ակտիվության երրորդ ձևն է։ Սինթետիկ փուլի միջնամասում բջջային կենտրոնն անցնում իր ակտիվության չորրորդ ձևին, տեղի է ունենում ցենտրիոլների կրկնապատկում։ Դեռևս թելոֆազի վերջում իրարից հեռացած մայր եւ դուստր ցենտրիոլներից յուրաքանչյուրն իր կողքին կառուցում է նոր ցենտրիոլային գլան՝ նախացենտրիոլը։ Յուրաքանչյուր ցենտրիոլի պրոքսիմալ հատվածում նրա երկայնակի առանցքին ուղղահայաց սկզբում առաջանում են 9 սիգլետներ, մենահատ միկրոխողովակներ, որոնք հաջորդի վերափոխվում են 9 դուպլետների, իսկ հետո 9 տրիպլետների, ձևավորելով նոր ցենտրիոլային գլանները։ Նախ առաջանում է կարճ դուստր ցենտրիոլը, նախացենտրիոլը, որն աստիճանաբար աճում է հասնելով մայր ցենտրիոլի չափերի։ Ցենտրիոլների քանակական աճի այսպիսի ձևն անվանել են դուպլիկացիա։ Նկարագրվածից պարզ է դառնում, որ ցենտրիոլների բազմացումը կապված չէ նրանց բաժանման, բողբոջման կամ մասնատման հետ, այլ տեղի է ունենում ելակետային ցենտրիոլին ուղղահայաց նախացենտրիոլի առաջացման եղանակով։ Սինթետիկ փուլում ցենտրիոլների դուպլիկացիայի ընթացքում մայրական ցենտրիոլը շարունակում է ցուցաբերել ակտիվության երկրորդ ձևը, հանդիսանալով ցիտոպլազմայի միկրոխողովակների առաջացման կենտրոն։ Դուպլիկացիայի գործընթացի արդյունքում յուրաքանչյուր ցենտրիոլի կողքին աճում է նոր դուստր ցենտրիոլ։ Ըստ այդմ առաջին մայր ցենտրիոլը եւ նախկին դուստր ցենտրիոլի դուստրը կարող են համարվել տատիկ եւ թոռնիկ։ Այս փուլից հետո բջջում արդեն առկա են 4 ցենտրիոլային գլաններ, 2 դիպլոսոմների կազմում։ G2 փուլում բջիջը պատրաստվում է հերթական բաժանման։
Այդ ժամանակ մայրական դիպլոսոմում անհետանում են սատելիտները, իսկ երկու դիպլոսոմների մայր ցենտրիոլները պատվում են ֆիբրիլային գալոյով, որից պրոֆասում սկսում են աճել միտոտիկ միկրոխողովակները։ Սրանց զուգընթաց ցիտոպլազմայում անհետանում են միկրոխողովակները, բջիջը ձգտում է ձեռքբերք գնդի ձև։ Իրադարձությունների այսպիսի հերթականությունը կրկնվում է երկարատև բաժանումների ունակ բջիջների մոտ։ Բջիջների արհեստական պոլիպլոիդացման դեպքում քրոմոսոմների կրկնապատկումը ուղեկցում է ցենտրիոլների քանակի կրկնապատկմամբ։ Հայտնաբերվել է, որ լյարդի տետրապլոիդ բջիջներում G0 փուլում ցիտոպլազմայում տարբերակվում են ոչ թե 2, այլ 4 ցենտրիոլային գլաններ։ Այդ բջիջների բաժանման ժամանակ յուրաքանչյուր բևեռում հայտնաբերվել են երկուական դիպլոսոմներ։ Նմանատիպ պատկեր է բացահայտվել այլ պոլիպլոիդային բջիջներում, օրինակ ոսկրածուծի մեգակարիոցիտներում, պոլիպլոիդային հիբրիդային բջիջներում։ Ակնհայտ է, որ բջիջ քրոմոսոմային հավաքածուների և ցենտրիոլների քանակի միջև գոյություն ունի ուղիղ կապ։ Նյարդային հյուսվածքը բաղկացած է նեյրոններից, նյարդային բջիջներ և նեյրոգլիայից, որը կատարում է պաշտպանական տրոֆիկ և հենարանային գործառույթներ։ Նեյրոնները բաղկացած են մարմնից կամ պերիկայլոնից և ելուստներից։ Ելուստների թվում տարբերակում են նեյրիտները կամ աքսոնները, որոնցով նյարդային իմպուլսը տարածվում է բջջի մարմնից, և դենդրիտները, որոնցով իմպուլսը գալիս է դեպի նեյրոնի մարմին։ Դենդրիտների քանակը կարող է մեծ լինել, իսկ աքսոնը միշտ մեկն է։ Նեյրոնները բաղկացած է կորիզից, ցիտոպլազմայից և ցիտոլեմմայից կամ պլազմալեմից։ Կորիզը կենտրոնական դիրք է գրավում պերիկայլոնում, ցիտոլեմման մասնակցում է նյարդային իմպուլսի ընկալմանը, գեներացիային և անցկացմանը։ Նեյրոնի մարմնի ցիտոպլազմայում լավ զարգացած են էնդոպլազմային ցանցը, գոլջի ապարատը, միտոքոնդրիումները և լիզոսոմները։ Նեյրոնի և նրա ելուստների ցիտոպլազմայում հայտնաբերվում են բարակ թելանման կառուցվածքային տարրեր՝ նեյրոֆիբրիլներ։ Նեյրոնի մարմնում նրանք առաջացնում են խիտ ցանց, իսկ ելուստներում դասավորված են իրար զուգահեռ։ Նեյրոնի մարմնի ցիտոպլազմայում կորիզի շուրջը առկա է ևս մեկ հատուկ տարր, որը կոչվում է տիգրոիդային նյութ կամ Նիլսի կույտեր։ Այդ ներառուկը իրենից ներկայացնում է բազոֆիլային խոշոր հատիկավորություն, որը համարվում է հատիկավոր էնդոպլազմային ցանցի խուղակների և ռիբոսոմների կուտակում, ի հայտ է գալիս հիմնային ներկանյութերով ներկելիս։ Տիգրոիդային նյութը առկա է դենդրիտներում, բայց երբեք չի հանդիպում աքսոններում։ Նեյրոնների երկարատև կրկնման դեպքում տիգրոիդը անհետանում է, քայքայվում կամ մասնատվում է, իսկ հանգստի վիճակում այն նորից կուտակվում է։ Բազոֆիլային նյութի քայքայման գործընթացը կոչվում է տիգրոլիզ։ Տիգրոլիզը դիտվում է նաև նեյրոնների վնասման կամ ապաճման դեպքում։ Նեյրոֆիբրիլները բջջի կմախքն են կազմում, նրանք բաղկացած են նեյրոֆիլամենտներից և նեյրոտուբուլներից։ Նեյրոֆիլամենտները 8-ից 10 նանոմետր տրամագծով միջանկյալ ֆիլամենտներ են, կառուցված են սպիտակուցներից։ Ցիտոկամախքի նշված տարրերը հենարանային գործառույթ են կատարում՝ ապահովելով նեյրոնի կայուն ձևը։ Նեյրոնում նման դեր են խաղում նաև ակտիններ պարունակող բարակ միկրոֆիլամենտները, որոնց տրամագիծը կազմում է 6-ից 8 նանոմետր։ Ի տարբերություն այլ բջիջների, նեյրոններում միկրոֆիլամենտները չեն միանում միոզինների հետ, ինչն անհնարին է դարձնում հասուն նյարդային բջիջներում ակտիվ կրճատման գործառույթները։ Նեյրոտուբուլներն իրենց կառուցվածքի հիմնական սկզբունքներով չեն տարբերվում միկրոխողովակներից։ Ինչպես և բոլոր միկրոխողովակները, նրանց լայնակի կտրվածքի դրամագիծը կազմում է մոտ 24 նանոմետր։ Միկրոխողովակի պատի լայնակի կտրվածքի յուրաքանչյուր օղակ պարունակում է գլոբուլային սպիտակուց տուբուլինի 13 մոլեկուլներ։ Ինչպես և այլ բջիջներում, նեյրոնների միկրոխողովակները կատարում են հենարանային գործառույթ, ապահովում են ցիկլոզի գործընթացը, ինչպես նաև աքսոնային տրանսպորտը։ Նեյրոններում հաճախ կարելի է հայտնաբերել լիպիդային ներառուկներ, լիպոֆուսցինի հատիկները։ Նրանք հատուկ են ծերունական տարիքին և հաճախ հայտնվում են դիստրոֆիկ գործընթացների դեպքում։ Որոշ նեյրոններում բնականոն վիճակում առկա են պիգմենտային ներառուկներ, օրինակ մելանին պարունակող։ Դա պայմանավորում է նյարդային հանգույցների գունավորումը՝ սև սուբստանցիան կամ երկնագույն բիծը։ Էներգիական առումով նեյրոնները մեծ կախման մեջ են գտնվում աերոբ ֆոսֆորիլացումից և հասուն վիճակում փաստորեն ունակ չեն անաերոբ գլիկոլիզի։ Հետևաբար նեյրոնները նկատելի կախվածություն ունեն թթվասնի և գլյուկոզի ստացման գործընթացներից։ Արյան շրջանառության խախտման դեպքում նեյրոնները շատ արագ դադարում են իրենց կենսագործունեությունը։ Գլխուղեղի արյան մատակարարման դադարելու պահը նշանակում է կլինիկական մահվան սկիզբ։ Վայրկենական մահվան պարագայում սենյակային ջերմաստիճանի և մարմնի նորմալ ջերմաստիճանի դեպքում նեյրոնների ինքնակայքայման գործընթացները դառնալի են 5-ից 7 րոպեի ընթացքում։ Հենց այդ ժամանակահատվածն է կլինիկական մահվան ժամկետը, երբ դեռ հնարավոր է օրգանիզմի վերակենդանացումը։ Նյարդային հյուսվածքի անդառնալի փոփոխությունները հանգեցնում են կլինիկական մահվան վիճակից կենսաբանական մահվան անցմանը։ Նեյրոնների մարմնում առկա են նաև փոխադրական վակուոլային բջջեր, որոնց մի մասը պարունակում է մեդիատորներ և մոդուլյատորներ։ Բջջերի չափերը և կառուցվածքը կախված է նրանցում պարունակվող նյութի տեսակից։ Մեդիատորները կենսաբանորեն ակտիվ միացություններ են, որոնք արտադրվում են նյարդային վերջավորությունների կողմից և ապահովում են նյարդային գրգռի հաղորդումը սինապսներում։
Սինապսում գրգիռը հաղորդում է տեղային պոտենցիալի ձևով ետսինապսային գրգռիչ պոտենցիալին։ Մոդուլյատորներն ի տարբերություն մեդիատորների ազդակ են հաղորդում միայն բջջի ներսում, ազդարարելով որոշակի մետաբոլիկ գործընթացների սկիզբը։ Նեյրոնների կարճ ելուստներ դենդրիտները հաճախ խիտ ճյուղավորվում են։ Դենդրիտների օրգանոիդները նման են նեյրոնների մարմնի օրգանոիդներին։ Դենդրիտներում լավ զարգացած են ցիտոկոմախքը։ Աքսոնում բացակայում է հատիկավոր էնդոպլազմային ցանցը, միկրոխողովակները և միկրոֆիլամենտները դասավորված են կանոնավոր ձևով։ Աքսոպլազմայում տարբերակվում են միտոքոնդրիումները և փոխադրական բջջերը։ Աքսոնի սկզբնական հատվածը նեյրոնի մարմնին հարող հաճախ լայնացած է և կոչվում է աքսոնային թմբիկ։ Այստեղ տեղի է ունենում նյարդային բջիջ եկող ազդակների գումարում։ Եթե գրգռող ազդակները բավականին ուժեղ են, ապա աքսոնում ձևավորվում է գործողության պոտենցիալ, և գրգիռը ուղղվում է աքսոնի երկայնքով փոխանցվելով մյուս բջիջներին։ Աքսոնային տրանսպորտը նեյրոնի աքսոպլազմայով տարբեր նյութերի փոխադրումն է։ Նեյրոնի մարմնից նյութերի փոխադրումը սինապսի ուղղությամբ կոչվում է անտերոգրադ փոխադրում, հակառակ ուղղությամբ ռետրոգրադ։ Աքսոնում տարբերակում են արագ փոխադրում, որն իրականանում է վակուոլային բջջերի միջոցով, միջինը 400 մմ օրում արագությամբ։ Դանդաղ անտերոգրադ փոխադրումը հիմնականում ցիտոկոմախքի և ցիտոզոլի սպիտակուցների, այդ թվում ֆերմենտների փոխադրումն է, իրականանում է օրում մի քանի միլիմետր 10-ից 10 արագությամբ։ Այս տիպի փոխադրումը գոյություն ունի նաև դենդրիտներում։ Արագ փոխադրման ենթակա միացությունները տեղափոխում են հատիկավոր էնդոպլազմային ցանցից Գոլջի ապարատ, որը հաճախ տեղայնացած է աքսոնի հիմքի հատվածում։ Մեմբրանային բջջերում պարփակված մոլեկուլները փոխադրվում են միկրոխողովակների երկայնքով արագ աքսոհոսքի միջոցով։ Այս եղանակով են փոխադրվում նաև միտոքոնդրիումները։ Նշենք, որ արագ աքսոհոսքը պահանջում է նաև ի զգալի խտություն։ Աքսոնային տրանսպորտի գործընթացներին ակտիվորեն մասնակցում են նեյրոտուբուլները, միկրոխողովակները, որոնք իրենց արագ աճող դրական ծայրով ուղղված են դեպի սինապս, իսկ դանդաղ աճող բացասական ծայրով դեպի նեյրոնի մարմին։ Աքսոնային փոխադրման շարժողական սպիտակուցները պատկանում են կինեզիների և դիենիների ընտանիքներին։ Կինեզինները դրական ծայրային շարժողական սպիտակուցներ են, տուբուլինային կախվածությամբ AF-ազաններ, որոնք դեպի սինապս են տեղափոխում անտերոգրադ փոխադրում միտոքոնդրիումները։ Սիմպաթիկ վեզիկուլները, ազդանշանային մոլեկուլները, աճի գործոնները, սպիտակուցային կոմպլեքսները, ցիտոկոմախքի տարրերը։ Դիենիները բացասական ծայրային շարժողական սպիտակուցներ են, փոխադրում են էնդոսոմները, նեյրոտրոֆիկ ազդանշանները, ապահովում են հետադարձ կապը և այլ բեռներ դեպի նեյրոնի մարմին։ Բացի դիենիներից հայտնաբերվել են մի քանի կինեզիններ, որոնք նյութեր են տեղափոխում ռետրոգրադ ուղղությամբ։ Աքսոնով տեղափոխվող մոլեկուլների մեծ մասը ներառվում է նեյրոնի սահմաններում ընթացող մետաբոլիկ գործընթացների մեջ և ապահովում է էներգիական ծախսերի վերականգնումը, աքսոնի աճը և ռեգեներացիան։ Նրանց մի մասը կարող է անցնել հարակից գլիալ բջիջների մեջ, մասնակցելով միելինային թաղանթների ձևավորմանը։ Աքսոնում տեղի ունեցող մետաբոլիկ գործընթացների պրոդուկտները վերադառնում են բջջի մարմնի շնորհիվ ռետրոգրադ աքսոհոսքի։ Արագությունը կազմում է 150-ից 300 մմ օրում և օգտագործվում են նոր մակրոմոլեկուլների սինթեզի գործընթացներում։ Բջջի կենսագործունեության արդյունքում նրա ցիտոպլազմայում ավելի հազվադեպ կորիզում կուտակվում են տարբեր ներառուկներ, որոնք բավականին անկայուն են և հաճախ հանդիսանում են ժամանակավոր տարրեր։ Սրանք կուտակվում են գրանուլների, հատիկների, կաթիլների, երբեմն բյուրեղների ձևով։ Որոշ կաթիլներ և գրանուլներ պարփակված են բարակ լիպոպրոտեինային մեմբրաններում։ Ըստ կատարելի գործառույթի ներառուկները կարելի է բաժանել 3 խմբի՝ տրոֆիկ, սեկրետոր և հատուկ նշանակության։ Տրոֆիկ ներառուկներն արտացոլում են բջջի առօրյա ընթացիկ մետաբոլիզմը և ներկայացված են ճարպային կաթիլներով, սպիտակուցի և գլիկոգենի հատիկներով։ Փոքր քանակներով նշված նյութերն առկա են ցանկացած բջջում, սակայն այս նույն նյութերը մեծ քանակներով կուտակվում են որոշակի մասնագիտացած բջիջներում։ Օրինակ, փուխր շարակցական հյուսվածքի ճարպային բջիջների ցիտոպլազմայում առկա են նեյտրալ ճարպերի հսկայական կաթիլներ։ Այս երևույթը դիտվում է նաև որոշ պաթոլոգիկ վիճակներում, օրինակ լյարդի կամ սրտամկանի ճարպային վերափոխման դեպքում։ Բարդ լիպիդները մշտապես առկա են տարբեր հյուսվածքներում, որոնց մետաբոլիզմը ուղղված է լիպիդային բնույթի նյութերի առաջացմանը, օրինակ հորմոններ և միելինի։ Լիպիդային կաթիլները հոմոգեն են, ունեն տարբեր էլեկտրոնային խտություն և զուրկ են թաղանթներից։ Գլիկոգենային ներառուկները ունեն կարևոր էներգիական նշանակություն։ Այդ պատճառով հանդիպում են բոլոր բջիջներում։ Առավել մեծ է գլիկոգենի քանակը լյարդի բջիջներում, միջաձիգ զոլավոր մկաններում և նյարդային բջիջներում։ Սպիտակուցային տրոֆիկական ներառուկները հանդիպում են համեմատաբար հազվադեպ։ Որպես օրինակ կարող են ծառայել լյարդի բջիջների սպիտակուցային կույտերը, ինչպես նաև օոցիտների դեղնուցային հատիկները։ Դեղնուցային գրանուլները սովորաբար սահմանազատված են մեմբրանով և պարունակում են ֆոսֆո և լիպոպրոտեիններ։
Տրոֆիկական ներառուկների շարքին են դասվում նաև քայքայման արդյունքում առաջացող որոշ նյութեր, այդպիսի ներառուկները կոչվում են էքսկրետոր, դրանցից են օրինակ բջիջներից պարբերաբար հեռացվող լյարդային պիգմենտները, միզանյութը, այսպիսի նյութերի մյուս մասը դուրս է գալիս բջջից միայն նրա մահից հետո և ենթարկվում է ֆագոցիտոզի, օրինակ դեղին կամ շագանակագույն պիգմենտ լիպոֆուսցինին օրգանի ծերացմանը զուգընթաց և որոշ պաթոլոգիկ գործընթացների դեպքում կուտակվում է սրտամկանի, նյարդային և այլ բջիջներում, լիպոֆուսցինը լիպիդային փոխանակության պրոդուկտ է, այն ունի լիպոպրոտեինային բնույթ, ֆիզիկական և քիմիական հատկություններով այս գունակին մոտ են դեղին և կարմիր լիպոքրոմները, սեկրետոր ներառուկները բնորոշ են գեղձային բջիջներին։ Դրանք այնպիսի նյութեր են, որոնք ունեն որոշակի, երբեմն խիստ սպეციფիկ նշանակություն օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար, օրինակ աղեստամոքսային ուղու գեղձայի բջիջները պարունակում են ֆերմենտներ, իսկ էնդոկրին գեղձայի բջիջները՝ հորմոններ։ Սեկրետոր գրանուլները հաճախ պարփակված են լիպոպրոտեինային մեմբրաններում։ Հատուկ նշանակության ներառուկները հանդիպում են բարձր մասնագիտացած բջիջների ցիտոպլազմայում, ըստ քիմիական բնույթի և ֆունկցիոնալ նշանակության նրանք շատ բազմազան են։ Օրինակ այն բջիջները, որոնց ցիտոպլազմայում պարունակում են մեծ քանակությամբ պիգմենտ մելանինը, կոչվում են մելանոֆորներ կամ մելանոցիտներ և կատարում են պաշտպանական գործառույթ։ Այս խմբին են պատկանում նաև հատիկավոր լեյկոցիտների էոզինոֆիլների գրանուլները, որոնք պարունակում են ֆոսֆոլիպիդներ և լիպոպրոտեիններ։ Էոզինոֆիլներն օժտված են ֆագոցիտոզային ակտիվությամբ։ Հատուկ նշանակության ներառուկ են նաև կարմիր պիգմենտ հեմոգլոբինը, որը գտնվում է էրիթրոցիտների ցիտոպլազմայում դիֆուզ վիճակում։